Դերասան Միքայել Պողոսյանը Facebook-յան իր էջում գրել է. «Ողջույն իմ սիրելի հետևորդներ, ուզում եմ զգուշացնել, որ վերջին շրջանում տարբեր դեղին պարբերականներ համացանցում ապատեղեկատվություն են տարածում, օգտագործելով իմ հեղինակությունը, պատկերն ու ձայնը, իրենց դեղորայքային արտադրանքը խթանելու համար։ Այսպիսով սրանք բոլորը կեղծիքներ են եւ ինձ հետ կապ չունեցող անհեթեթություններ։ Այդ ամենն ինձ հետ կապ չունի, ուստի խնդրում եմ իմ եւ իմ ոչ պակաս հայտնի ընկերների եւ արվեստագետների անունից, ովքեր նույնպես բախվում են իրենց անվան շահագործմանը սոցիալական ցանցերում, անտեսեք այս գովազդներն ու հոդվածները։ Ես առողջ եմ եւ աշխատում եմ իմ նոր նախագծի վրա։ Ձեր Միքայել Պողոսյան», նշել էր դերասանը։ Հավելենք, որ ընդամենը մի քանի օր առաջ Միքայել Պողոսյանի եւ դերասանուհի Աննա Հարությունյանի մասնակցությամբ կադրերը տարածվել էին ամբողջ համացանցում։ Իսկ իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում Աննան ի թիվս այլ թեմաների խոսել էր նաև դերասանի հետ ունեցած հարաբերությունների մասին։ Խոսելով իր եւ դերասան Միքայել Պողոսյանի արդեն ավարտված հարաբերությունների մասին, Աննան նշել էր, որ դրանք տոքսիկ չեր անվանի։ Եթե նույնիսկ այս ֆիլմը պատասխան է, ապա միայն շնորհակալության տեսքով, ոչ թե որ ինչ էլ լինի ես շնորհակալ եմ կյանքիս, այլ այն առումով, որ առնչվելով նման արտիստի հետ, համենայն դեպս գոնե մասնագիտական առումով այնքան բան կարող ես սովորել, գեներացնել եւ այսօր վերադարձնել։ Ես համարում եմ, որ ինչ որ եղել է մեր մեջ, եղել է կյանք, իր դրական եւ ոչ միշտ դրական պահերով, ինչպես լինում է յուրաքանչյուր մարդկանց մեջ։ Համենայն դեպս կյանքը ինձ ապացուցեց հետեւյալը, որ սերը տարիք չի հարցնում, եւ հետո եկավ ապացուցելու մի բան, որ ոչինչ հավերժ չէ լուսնի տակ։ Երբ ես հերքում էի, այդ ժամանակ ոչինչ չէր կատարվում։ Ես այդ ժամանակ մեկնել էի Մոսկվա արդեն եւ այդ մասին ինձ ոչ ոք ոչինչ չէր հարցնում։ Միայն դուրս էին գալիս հոդվածներ ու ես հասկանում էի, որ ինձ ոչ մեկը դրա մասին չի հարցրել, որպեսզի ես հերքեմ, նշել էր Աննան։ Դերասանուհին պատմել էր նաև իր եւ Սոս Ջանիբեկյանի համագործակցությունից, ինչպես նաև իրենց հարաբերությունների մասին բացահայտումներ էր արել։ Ես հիմա նայելով կադրերը հասկանում եմ, որ հնարավոր չէր կատարել ավելի ճիշտ ընտրություն բոլոր առումներով։ Ես Սոսին ճանաչում եմ արդեն 17 տարի, եղել է ժամանակ, որ նույնիսկ սիրահարված ենք եղել շատ հեռավոր անցյալում։ Այդ ժամանակ երեխաներ էինք առաջին, երկրորդ կուրսի։ Մենք երկուսս էլ շատ էինք կարդում եւ երբ հանդիպում էինք, միայն աֆորիզմներով էինք խոսում։ Սոսը այդ ժամանակ երկար մազերով էր, քայլում էր ձեռնափայտ անձրևանոցով։ Շատ գեղեցիկ տղամարդ է Սոսը եւ այն ժամանակ էլ շատ տարօրինակ տեսք ուներ։ Երբ այս առաջարկը արեցի Սոսին եւ ինքը համաձայնեց, պետք է նկարեինք այս տեսարանը համբույրի։ Այդ համբույրի տեսարանը տեղի ունեցավ շատ գեղեցիկ կինեմատոգրաֆիայի առումով, եւ երբ ստոպ տվեցին, նայեցինք իրար դեմքի եւ միաժամանակ ասացինք՝ վատ չէր ոնց որ։ Անդրադառնալով գեղարվեստական ֆիլմի նկարահանումների դժվար ընթացքին եւ ստացած վնասվածքներին, դերասանուհին պատմել էր. «Ֆիլմի գաղափարը ինձ մոտ սկսվեց շատ հանկարծակի, ես այդ պահից սկսած ինձ չէի պատկանում։ Ընթացքում, երբ սկսեցի սպորտային սնունդ օգտագործել, քաշ հավաքել, որի հետևանքով ամբողջ մարմինս, մաշկս սկսեց փոփոխվել։ Դա նրանից էր, որ միանգամից էի սկսել այն։ Ամենաառաջին վայրկյանից չեմ մտածել, որ հաջողելու եմ, չեմ մտածել, թե դրանից հետո ինչ հետևանքներ կլինեն առողջական կամ արվեստի տեսանկյունից։ Ես դադարել էի ինձ հայելու մեջ նայելուց։ Ամբողջ գեմատոմաներ էին եղել, չկար մի հատ երակ, որ պայթած չլիներ, ամբողջը կապտուկների մեջ էր։ Մի օր հայելու մեջ ինձ տեսա, շատ տարօրինակ զգացողություններ էր։ Այդ ժամանակ իմ հագուստները իմ վրա չէին լինում։ Սկզբնական շրջանում թոքաբորբով հիվանդացա ու 15 օր պառկած էի անկողնում։ Ցավեր ունեի, ծանրաձողը ընկավ ուսիս եւ ոտքերս անշարժացան, չէի կարողանում կանգնել։ Բժիշկն ասաց՝ քեզ նման գրիժաներով անգամ 1 կիլոգրամ բան չի կարելի բարձրացնել։ Ես ասացի՝ շատ լավ, ուրեմն կպարապեմ պառկած, պատմել էր դերասանուհին։